Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Պարոն Քոչարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, շաբաթվա վերջին ուրբաթ օրը այնինչ մենք տեսանք մայրաթոռում տրամաբանությանը չի ենթարկվում։ Այդուհանդերձ ինչ տեղի ունեցավ եւ ինչ հետեւություններ անենք։ Իսկ վերջի 5 տարում ինչն է տրամաբանության մեջ տեղավորվում Հայաստանում։ Ես նույն ձևի չէի կարող պատկերացնել, որ վեհապարին չեն թողի Սարդարաբադ, որ զոհված զինվորների ծնողներին քաշ կտան Եռաբլուրում։ Ուզում եմ ասեմ, որ մեկն է տեղավորվում տրամաբանության մեջ, որ դուք հիմա սրա վրա զարմանում եք։ Ես այլևս ոչինչի վրա չեմ զարմանում։ Վաղուց արդեն։ Իշխանությունը ասում է ահաբեկչություն է կազմակերպվել, մենք կանխել ենք։ Աջապահյանին սրբազան Եթե հիշեք, սա որ երրորդ ահաբեկչությունն է, 5 թե 6-րդ, եթե չեմ շփոթվում, այս իշխանությունների կողմից հայտարարված, դրանից հետո ոչինչ երբեք չի ապացուցվել, տենց մնացել է, քանի որ այս իշխանությունները օդում կախված լուրերից այն կողմ չանցան, մնացին այդ մակարդակի վրա։ Իրենց ցանկացած հայտարարություն օդում կախված լուրերի համաձայն է, ուրիշ ոչինչ։ Ձայնագրություն են հրապարակել, հեղաշրջման պլան են։ Մոնտաժված ձայնագրություն։ Ասում են, դե ինչքան էլ մոնտաժված լինի, այն ինչ ասում է այնտեղ, շատ վատ է հասարակության համար։ Հասարակության համար միգուցե շատ վատ է, ես բան չեմ ասում։ Այո, չի կարելի։ Բայց դա ամենևին, տերակտի ինչ որ բան չի ասում այնտեղ ասվածը։ Պարոն Քոչարյան, տեսեք, ինչ է իշխանությունն այս իրավիճակում ասում, որովհետև այդ շատ ավելի վատ բառապաշարով վարչապետն է խոսում։ Եվ ինչ։ Պետք է անվանել տերորիստ նրան։ Ասում է, երբ որ դուք այս իրավիճակում կանգնում եք եւ չեք դատապարտում այն ինչ տեղի ունեցավ, մասնավորապես Բագրատ Սրբազանի հետ կապված, նշանակում է դուք ահաբեկիչների կողքն եք կանգնում։ Դե ես նորից եմ Այդպիսի բաժանում է հիմա դրել, եթե Գիտեք, այդ բաժանումը հենց սկզբից է գալիս ու ինձ համար ես հիմա ուզում եմ առիթից օգտվել եւ դիմել մեր բոլոր լրագրողներին, Ինձ ծանոթ, ընկեր, անծանոթ, երիտասարդ, տարիքով կապ չունի։ Սա իմ վերջին հարցազրույցն է, մինչև այն պահը, որ ընդդիմությունը չմիավորվի։ Որովհետև երբ բաժանում է իշխանությունը, ես դա հասկանում եմ, այդ սև սպիտակ են գլխից բաժանել են այդ մարդիկ, այդ ատելությունը սերմանել են, բայց երբ այն մարդիկ, ովքեր կարծես թե ի պաշտոնն է, պետք է որ պայքարեն դրա դեմ, ես հələ նկատի չունեմ իշխանությունների դեմ, ես նկատի ունեմ այն ատելության մթնոլորտի, որը սերմանել է եւ շարունակում է, այսպես մեծ հաճույքով տարածել իշխանությունը։ Ես այլևս մինչև ընդդիմությունը, սա իմ վերջին հարցազրույցն է։ Վախենամ, թե երկար ժամանակ կտևի դա, պարոն Քոչարյան։ Ուր թող երկար տևի, ես կզբաղվեմ իմ սիրած գործով, մեծ հաճույքով հարցազրույցներ կտամ, ինչ որտեղ երբի մասին, մրգողու փառատոնի մասին, մեծ հաճույքով, բայց ոչ արտաքին եւ ներքին քաղաքականության մասին։ Այլևս որևէ լրագրողի, որևէ հարցազրույց, քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական, մերձ քաղաքական չեմ տալու ես։ Լավ, երբ որ ասում եք միավորել, դուք տեսնում եք գոնե ազդակները միավորման, տեսեք, Չեմ տեսնում, դրա համար էլ հիմա այս որոշումս ես բարձրաձայնեցի։ Այսինքն դուք ընդհանրապես ուզում եք հարցազրույցներ չտալ, ստացվում է այդպես, եթե չեք էլ տեսնում այդ միավորումը։ Չէ, այս պահին չեմ տեսնում, դե կարող է հիմա մի ամիս, 2 ամիս հետո տեսնեմ, այս պահին չեմ տեսնում։ Էլ ինչ պիտի լինի երկրում, որ միավորում լինի։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, որովհետև երկար ժամանակ մեղադրում էին, եկեղեցուն, հայ առաքելական եկեղեցուն զանգեր չխփելու մեջ։ Հիմա զանգերն էլ է խփել։ Հիմա ինչ եղավ։ Ինչ ձևով միավորում, պարոն Քոչարյան, նախընտրական միավորում լինի Չէ, ամենևին։ Մի հարցի շուրջ պետք է միավորվեն։ Հետո բնականաբար
ամեն մեկն իր ճանապարհով, ոչ ոք չի ասում, որ բոլորը պետք է նույն ձև մտածեն, բոլորը նույն ճանապարհը պետք է տեսնեն, այս ահավոր վիճակից դուրս գալու, այս սարսափելի տրագեդիա է, ախր սա ոչ ոք կամ շատերը միգուցե հասկանում են, համենայն դեպս ես դա չեմ տեսնում, որ հասկանում եմ, որովհետև ախր խնդիրը մենակ իշխանությունը չի։ Խնդիրը նրանում է, թե ինչ վիճակի է հասել երկիրը բոլոր ոլորտներում, անվտանգության ոլորտում, մշակութային ոլորտում, հավատքի ոլորտում, չգիտեմ, տնտեսության ոլորտում, մի հատ տեսեք ինչ է կատարվում։ Այս 6 ամսվա համեմատած անցյալ տարվա 6 ամսվա մեջ ինչքան է անգամներ է պակասել արտահանումն ու ներմուծումը, ո՞նց են սրա տակից դուրս գալու։ Սա քանդած է։ Բոլոր կապերը քանդված են։ Ընդդիմությունը ինչ-որ տրիգերներ է ման գալիս, ինչը կարող է լինել։ Էլի տրիգերներ։ Չգիտեմ, անընդհատ ասում են ինչ-որ տրիգեր։ Ինձ համար ճիշտն ասած, ամեն անգամ երբ ասում են տրիգեր, ես հիշում եմ հայտնի են անեկդոտը, որ դիմումը ասում մի հատ լատարը իշայեմ, Ու չի գնում։ Դե գոնե առդ լատարը որ շայես, հիմա լրիվ այս միջ էլի տրիգեր պետք է լինի սրանից ավել։ Ես էլ չեմ պատկերացնում ինչ տրիգեր պետք է լինի։ Տեսեք, Սամվել Կարապետյանը եկավ ի պաշտպանություն եկեղեցու խոսեց, հիմա կալանավորված է։ Միքայել Սրբազանին միայն խոսքի համար, այն էլ բավական երկար ժամանակ։ Այո։ Հիմա ասում են վերահաստատել, էլի կալանավորում են։ Եթե միայն խոսքի համար են կալանավորում, ինչ է կարծում, ընդդիմադիրները կհամարձակվեն այլևս այդպիսի արմատական հայտարարություններ անել։ Գնան ամեն օր, թող դուրս չգան Պարոնյան փողոցից, բայց ոչ թե Պարոնյանում կառավարական դաչեկի դեմը փագեն, այլ ասաղորը պիկետ անեն Եվրոպայի այնտեղ դեսպանատունը այնտեղ է Եվրամիության, եթե չեմ շփոթվում։ Եվրամիության բոլոր առիթներով, առիթ առանց առիթ խոսքի ազատությունից են խոսում, դեմոկրատիայից են խոսում, հավատացյալների իրավունքներից են խոսում, չէ՞։ Մակրոնը Ֆրանսիայի նախագահ աջակցություն հայտնեց այս ամեն ինչին, ինչ կատարվում է Հայաստանում։ Մակրոնը եկեք չմոռանանք, որ Մակրոնը ինչ որ աջակցություններ է հայտնում, հետո գնում է Ադրբեջանի հետ շատ մեծ պայմանագիր է կնքում, հետո մի հատ կնոջից սիլլա է ստանում, հետո նորից զանգում է աջակցում է։ Մակրոնը ինչ Մակրոնն է, էլի։ Պիկետները ինչ կտան։ Ասում, չէ, պիկետները դա լուրջ բան է, այնուամենայնիվ, դա իրենց եվրոպական մշակույթի մաս է։ Այնտեղից պետք է մեր ընդդիմությունը 5 տարի այդտեղից պետք է դուրս չգար ամեն օր գրաֆիկով 24/7 գրաֆիկով այնտեղ պետք է լինեն պիկետներ։ Այսինքն այդ մեթոդներով հնարավոր է ճնշել այդ թվում նաև ճնշել, որպեսզի չստանա այն աջակցությունը, որը ստանում է ինչ որ կլոն Մակրոնից։ Հիմա ասում եք ընդդիմադիրները պետք է մեկ օրակարգի շուրջ հասկանալի է Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Ձևերը այլ են ընդդիմադիրների։ Այս առումով հնարավոր կլինի հասնել այսպես մերձեցման, կոնսոլիդացման։ Ես չգիտեմ, թող որոշեն ոնց են։ Ես այլևս չկամ, ես ձեռներս լվացած եմ։ Ես հայտարարեցի արդեն։ Բայց դուք ունեք գոնե բացատրություն, ինչու չի ստացվում ընդդիմադիրների մոտ։ Գիտեք, ես կարող եմ շատ կոշտ ասել եւ կարող եմ փափուկ ասել։ Որն է գերադասում։ Երկու տարբերակն էլ ասեք։ Փափուկը նա է, որ ամեն մեկը իր ճանապարհն է տեսնում։ Կոշտը նա է, որ ամեն մեկը իրեն է տեսնում հետագայում իշխանության ղեկին։ Դրա համար էլ չեն ուզում միավորվել։ Այո։ Ավելի կոշտ աթոռի կռիվ է տանում։ Ապագա անորոշ ինչ որ։ Հիմա հասկանանք 2026-ին ընթառաջ իշխանությունը, տեսեք, ընդդիմադիրների վիճակը հասկանում ենք։ Իշխանությունը այս քայլերով 26-ին որ գնում է, ինչ ենք ունենալու։ Ես արդեն չեմ կասկածում, որ ընտրություններից առաջ այսպիսի, մատից ծծած ինչ որ հոդվածներով բոլորը հայտնվելու են ճաղերի ետևում։ Ռուսներն ասում են «Միստեղ նիստոլի отдаленных»։ Մնացածը մարդիկ են որ այն ամենավատ են միլիցու բանով պլանը գցել են ջեբը տանեն բան, էլ ոնց ասեմ, չի այդ մարդը ցույց է տալի, որ ինչ ուզում են անում է։
Ինչ օրենք, ինչ սահմանադրություն, ինչ ընտրություն։ Ինչ է անում։ Դուք հասկանում եք ինչ է ուզում անել օրինակ։ Մնալ իշխանության։ Ամեն գնով։ Ամեն գնով։ Եթե նույնիսկ հասարակությունը չի վստահում, օրինակ ցուցանիշները այդ մասն են խոսում սոցհարցումների։ Այսինքն մեծամասնություն կազմելու շանսեր բավականին քիչ է, այդ տոկոսները դրա մասին են։ Ես կարծում եմ կփորձի իր սատելիտներով մեծամասնություն կազմի, կփորձի, բայց եթե անգամ չստացվի, դա կլինի ուժային տարբերակով, ասում եմ ոնց։ Բոլորին բանտերը գցել։ Բացի սատելիտներից։ Պարոն Քոչարյան, լավ, իսկ եթե Գյումրու տարբերակով ընդդիմադիրները գնան, չմիավորեն Գյումրու տարբերակ։ Ես նորից եմ, հա, եթե մնա, բան չունեմ ասելու, բայց ես մարդը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է ամեն ինչի։ Եկեղեցականին է բռնում, լրիվ բան, հա, Սամվել Կարապետյանին, որ դե տակը բան չկա, չէ՞, հասկանալի է, չէ՞, որ Սամվել Կարապետյանի գործը տարակելու է ցանկացած միջազգային ացիանում, չկա այնտեղ տակը ոչ մի բան։ Այդ մարդը կոչ չի արել, իրան դատել են կոչի համար, խոսքի մեջ կոչ չկա։ Դե իրենք իր ձևով էլ հասկացել են իր ուժ բան, որ Սամվել Կարապետյանն ասում է իմ ձևով։ Դրա համար կա արդարադատություն, դրա համար կա իրավաբանություն։ Եթե հիմա մեր այս խոսակցությունն էլ կարող են իրանք ոնց ուզենան մեկնաբանեն, դե իմացածն էլ դա է։ Իվ ցանկացած խոսակցություն մեկնաբանելու են իրենց ձևով։ Իսկ Սամվել Կարապետյանի գործոնը կարող է աշխատել նույն միավորման հարցում։ Ավելին ձեզ ասեմ, ոչ միայն խոսքը, դուք գաք քայլեք, ասելու են դուք բան եք, տերորիստի նման եք քայլում փողոցում։ Բայց մենք ժողովրդավարական բաստիոնից ուր հասանք, ժողովրդավարական բաստիոն էր մեզ մոտ։ Այդ արդեն հարցրեք Եվրամիության դեսպանատանը։ Բաստիոն է արդյոք դա թե ոչ։ Վերադառնալով Սամվել Կարապետյանի հետ կապված, ինքը կարող է գործոն դառնալ միավորման։ Միանշանակ, որովհետև Սամվել Կարապետյանը այստեղ կորցնելու գրեթե ոչինչ չունի, համարյա բան չունի, որովհետև նա Հայաստանում փող չի աշխատել, ինչի են Սամվել Կարապետյանից շատ վախենում, որովհետև Սամվել Կարապետյանի վրա չեն կարող կախել նախկին թալանչի, հա։ Բայց հեծը ամեն դեպքում պետականացնում են։ Այդ Սամվել Կարապետյանի ունեցվածքի միզեր մասն է, հեծը։ Իր ունեցվածքը, հա, կարող է ինչ-որ մազոլ տրորելու նման ինչ-որ մի բան է։ Հա, հասկանալի է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում չի աշխատել փող, չի թալանել հայ ժողովրդին, ավելին, թալանչի չի։ Հա, եթե Հայաստանում փող է ծախսել, չեն կարում այդ պիտակը կպցնեն, հասկանում եք, չեն իմանում ինչ պիտակ կպցնեն, որ աշխատի, չի աշխատում Սամվել Կարապետյանը։ Գիտեք, մի պիտակ կպցնում են այդուհանդերձ, ասում են աշխարհաքաղաքական ենթատեքստ կա եւ ուղիղ հասկանալի է, որ Ռուսաստանի գործոնն են այստեղ ներկայացնում, այսինքն Սամվել Կարապետյանը ռուսների ցուցումով է եկել այստեղ։ Ենթադրենք ռուսների ցուցումով է եկել, ենթադրենք։ Իսկ իրանք ում ցուցումով են գործում։ Թուրքիայի, Ադրբեջանի, հա, ասենք եկեղեցուն վրա հարձակվել է, այդ ի՞նչ է։ Մայրաթոր ԱԱՑ ոստիկանություն ուղարկել, դա ում ցուցումով է։ Եկեղեցին են մաքրում, ասում են եկեղեցին ենք մաքրում։ Առողջացնում են։ Լավ, այն ծնողներին, որ Եռաբլուրում քաշում էին, այդ ինչն էին մաքրում, Եռաբլուրն էին մաքրում, թե ծնողներին էին մաքրում։ Ես էլ հարց եմ տալիս։ Առանց պատասխանի ակնկալիքի։ Ու տենց կարող եմ 1000 հարց տալ։ 1000 հարցեր կարող եմ տալ։ Ում հաշվին են նորաձև կրթվում, ով է այդտեղից գումար ստանում, ինչքան են ստանում, ինչի է դրա համար վճարում Հայաստանի Հանրապետության, հա, հարկատուն, ում հաշվին են առնում տներ։ Որտեղ։ Տարբեր տեղեր քաղաքում մի հատ նայեք բոլորի այդ հաշվետվությունները հարկային։ Մարդիկ, որոնք 5-6 տարի առաջ գարեջրի փող չունեին, բանով էին, պարտկով էին գարեջուր խմում փաբում կամ սրա նրա հաշվին։ Հիպոթեկով են գնում։ Որ քանի հատ։ Չգիտեմ, բայց ազգային ժողովի օրինակ պատգամավոր է, աշխատավարձը բարձր է, հիպոթեկով գնում է։ Մի մասը հա։
Ես ազգային ժողովի պատգամավոր ինչ եմ ասում։ Հələ մի հատ նայեք նախարարներ, փոխնախարարներ, հա, քաղաքապետարանի աշխատակիցներ եւ այլն եւ այլն։ Այդ կբացվի չէ հետո ինչ որ մի օր։ Որովհետեւ ես իմիջայլոց ասում եմ միայն օդում կախված լուրերի համաձայն, ուրիշ հիմքեր չունեմ, մեկ էլ իրանց տված բաների։ Հայտարարագրերի։ Իշխանության ներկայացուցիչները ավելի շուտ Նիկոլ Փաշինյանն ասում է կոռուպցիան մեր համար ամենամեծ թշնամին է։ Անհաշտ են կոռուպցիայի հետ։ Այդ ամեն ինչը գուցե օրինական ճանապարհներով է։ Եթե օրինական է, ինչի են անում գնումների 70%-ը մեկ աղբյուրից, ինչու է կառավարության հարցերի 75-ից 73-ը չզեկուցվող, օրինակի համար։ Ինչի են ասում, որ երբ լրագրողները դիմում են, ասում են դա գաղտնիք է, ի՞նչն է գաղտնիք։ Պետական, ի՞նչն է գաղտնիք։ Նորաձև կրթվելը գաղտնիք է, բայց եթե գաղտնիք է, ինչի է բոլորին ուզում կրթեն նորաձև։ Չի բռնում տրամաբանության հետ, բայց ես տրամաբանություն վաղուց արդեն մոռացել եմ, չեմ փնտրում։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի բառապաշարի առումով գրառումների ինքը հրադադար է հայտարարել, որ այլևս այն բառապաշարը, որ օգտագործում էր, մի 5-6 օր չի օգտագործի։ Հետո 5-6 օր հետո էլի քիչնի փողոցային այն խուլիգանի մակարդակին։ Բան չունեմ ասելու։ Բայց ինչու էր հրադադար հայտարարում։ 5-6 օրը ինչ էր տալիս։ Ես Չնայած այսօր արի գրառում էր արել վեհապարի հետ կապված։ Այսօր մեկը չի հələ։ Ամսի 1-ից է ինքը, ասենք, վաղվանից է հետո դրել իր վրա։ Այսօր դեռ հունիսի 30-ն է։ Բայց ամեն դեպքում շատ հետևողական իշխանությունը եկեղեցու վեհապարի հետ կապված գործընթացները տանում։ Ուր է տանելու այս ամեն ինչը։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, որովհետև այն ինչ մենք տեսանք հունիսի 27-ին, դա ավելի խորը կարող ենք տեսնել, եթե ասում եք ուր է տանում, ավելի ցավոտ, ավելի ծանր տեսարաններ, թվում է թե դրանից ծանր տեսարան հնարավոր չի, բայց ես նորից եմ կրկնում, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ այս իշխանության օրոք, ցանկացած ֆանտազիային մի զոր տվեք, չեք կարող գտնել այդ սահմանը։ Վեհապարին ամեն կերպ ուզում է վեհարանից անել։ Որևէ իրավական մեխանիզմ չկա դրա համար։ Հիմա էլի նույն ձևով իրավապահներն պետք է ուղարկի։ Դե արդեն ոնց որ սկսեցին, չէ՞, այդ օրը հայտարարեցին, որ իրավապահների դեմ գործողություն է եղել եւ քրեական գործառույթ։ Ավելին, հիմա կա վարույթ խոչընդոտելու հիմքով։ Այդ եմ ասում, հա, ամսի 27-ին գործ հարուցեցին իրավապահների աշխատանքին խոչընդոտելու, թե գործողություններին խոչընդոտելու։ Հիմա էլ արդեն այդ պատրվակով կուղարկի այնտեղ։ Չեմ կասկածում։ Իսկ դիտարկվում է տարբերակ, դուք օրինակ կարծում եք, որ հավանական է դա, որ վեհապարը ինքնակամ հեռանա։ Չեմ բացառում, այդ արդեն վեհապարի, ես չգիտեմ, ես չեմ խոսացել, ես չեմ ճանաչում, չեմ շփվել, բայց եթե մենք վեկալում ենք որպես սցենար, իհարկե հնարավոր է։ Կանիչյանի դա էլ հարց է, դա արդեն վեհապարից պետք է հարցնել։ Օրինակ Միքայել Սրբազանի հետ կապված հանրության մեջ տեսակետ կար, որ պետք է ինքը համառեր, մնար, չհանձնվեր։ Ինչու համոզեցին նրան հանձնվեր։ Ինչ կստացվեր այս պարագայում։ Բայց մենք համոզել են, թե չէ։ Չգիտեմ։ Ախր ես չեմ սիրում քննարկել մի բան, որը օդում կա, որովհետև օդում կախված լուրերը այդ մենք չենք, այդ իրանք են։ Հա, ասում եմ, բայց ով է ասում։ Սրբազանը ասել է, որ իրան ստիպել են, լսել եք տենց բան։ Այսինքն ես չեմ քննարկելու այն, ինչը որ պաշտոնական չկա։ Պաշտպանական թիմը ասել է, որ Սրբազանը ինքնուրույն է կայացրել եւ կաթողիկոսը ասել է ինչպես նա կորոշի։ Բայց այդուհանդերձ հանրային մի շերտ կա, որը ասում է, որ չպետք է հանձնվեր։ Ախր այդ հանրային շերտը գիտեք որն է, այդ հանրային շերտը այնա, որ ամեն ինչին այն որ լցնում են, իրանց sense լցնում են դեմը, հավի կատի նման, իրանք այդ կուտը ուտում են, հետո իբր բան են ստեղծում։ Հիշեք բանի պապիկը, չէ՞, Աբաջանի պապիկներ,
ինչ որ անիմաստ Ռիտա Ալեքսանդրովնան չիմահացել է, սա հանրային կարծիք է, չէ՞, այսինքն ինչ, մի ամեն ապուշ հանրային կարծիք հիմա մենք պետքա քննարկենք։ Չէ, գուցե տեսեք, պարոն Քոչարյան, գուցե այն տեսանկյունից, որ պետք է մնար Աջափահյանը Սրբազան այնտեղ եւ ընդդիմադիր օջախ ձևավորվեր հենց Մայրաթորի շուրջ, նրա շուրջ, որպեսզի այդ ձեր ասած այդ ըմբոստության ալիքը մեծանա։ Գուցե այդ մտահոգվածությունը կա այդ ասածների մեջ։ Այսինքն ընդդիմությունը այնքան չկա, որ ինքը չի կարողանում, հույսը դրել է, որ ընդդիմադիր ալիքը պետքա, դե գիտեք, եկեղեցին էլ ասում է, չեմ ուզում որ այստեղ, որովհետև իրենք տեսան, որ ամեն ինչի պատրաստ են։ Իդեպ հենց այդ օրերին, այդ ժամերին Միքայել Սրբազանի որպես վարչապետի տեխնացու առաջադրեցին, իհարկե նա հրաժարվեց։ Դա ինչ որ ձևով կարող էր աշխատել ընդդիմադիրների։ Չեմ բացառում, բայց այդ մարդը հրաժարվեց, այն որ ասում է, նա нет и суда нет։ Մարդը ասեց ոչ եւ վերջ։ Լավ, էլ որ տարբերակը փորձեն։ Ես էլ վերադառնում եմ ընդդիմադիրների համախմբման, ինչ պիտի անեն ընդդիմադիրներն այս իրավիճակում։ Չեմ կարող ասել։ Ժիրավ большой ему видней, թող մտածեն ինչ անեն։ Որտեղից է սկսվում, ցանկություն չկա, թե Ես արդեն իմ կարծիքները բոլորը ասեցի, Ռուզաննա ջան։ դուք տեսնում եք, որ ներքին այս զարգացումները պայմանավորված են նաև դրսից թելադրված որոշակի ազդակներով, եւ այդ դուրսը արդյոք Թուրքիան է, Ադրբեջանն է, այսինքն որովհետև մենք տեսնում ենք նաև ուղիղ կապը, երբ որ Ադրբեջանից հնչում են եկեղեցու դեմ հայտարարություններ, այստեղ այդ գործընթացներն են լինում, չնայած իշխանությունը իհարկե հերքում է։ Դուք ամեն դեպքում դրսից ազդեցություն տեսնում եք այս ամեն ինչի մեջ։ Հերքում է, չի հերքում, բայց չի թաքցան, ոնց ինչն է հերքում։ Ասում եմ, մենք մեր խնդիրները չեն կարող լուծել Ադրբեջանը, պիտի մեզ ասի մեր եկեղեցու դեմ կապված հարցերում։ Բա ինչի են մոռացել, հենց ասեցին նորից բան արեցին։ Հիշեցին վեհապարին, այսինքն ինքը ինչ ենթադրենք վեհապարը երեխա ունի, ինքը նոր իմացավ դրա մասին։ Սուտ է ասում, եթե նոր է իմացել։ Եթե տենց բան կա։ Հենց Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ասեց, այդ բայց սկսեց։ Այսինքն կապը այնքան պարզ է ամեն ինչի։ Ցեղասպանության հետ էլ է այսա սկսելու նույնը։ Ցեղասպանության այդ կապված տարբեր ատրիբուտիկայի հիշողության եւ այլն, ոնց որ չեն թողում ազգային բառը ասել, ոնց որ չեն թողում Արցախ բառը ասել, չէ՞։ Նույնը լինելու է ցեղասպանության բառի հետ։ Թուրքիա այցը վճռորոշ էր այդ առումով։ Չեմ կարծում, որ վճռորոշ էր։ Պարզապես դա ինչ որ հերթական բաներ, կարող է ավելացվեց ինչ որ բաներ, ազդակներ։ Հիմա այս իրավիճակում ռուս-թուրքական այդ երկընտրանքի մեջ երբ որ հայտնվում ենք, մենք ի վերջո ազդեցության գոտին որն է մեր տարածաշրջանում, մենք որ գոտում ենք հիմա։ Ցավոք սրտի մենք թուրք-ռուսական ազդեցության գոտում ենք եւ խնդիրը նրանում է, որ մենք ինչն ենք ընտրում, որովհետեւ ցավոք սրտի մեր նման երկրները այն էլ էս իրավիճակում, հա, այս պատմական այս ժամանակաշրջանում այդ ինքնիշխան չեն կարա լինեն, այդ բլեֆ է այդ ինքնիշխան, այսինքն կարող են լինել ինչ որ, հա, ինչ որ չափի, այսինքն այդ ինքնիշխանության դիապազոնը ինչ որ չափ ունի, որովհետև տեսեք, ենթադրենք էներգակիրներն ենք վերցնում։ Հիմա մենք կախված ենք ռուսական գազից, ռուսական ատոմային էներգետիկայի, այսինքն ուրանից եւ այլն եւ այլն։ Չլինի ռուսականը, լինելու է ադրբեջանականը, այլ չի լինելու։ Այսինքն դուք ամեն ինչ որ առումով արդեն իսկ էներգակիրները հասկանում եք դա ինչ է։ Դա կենցաղային մակարդակով, հա, մարդկանց պարզապես ամենատարրական կենցաղային խնդիրների լուծումն է, արդյունաբերական ոլորտում ամեն ինչն է, ամեն ինչը, սկսած հոսանքից վերջացրած բենզինով։ Այսինքն քո արդյունաբերությունը, այսպես թե այնպես, գյուղատնտեսությունը, ամեն ինչը, այսպես թե այնպես կախված է էներգակիրներից, որը դու չես տիրապետում։ Քո շուկան որն է։ Դու արտահանում ես ինչ որ քանակի
Հենա, ինչի անկել։ Եվ անընդհատ դրա մասին խոսվում է։ Հենց այսօր էլ Լավրովը ասել է, փաստացի ամեն օր այդ հիմա դա շանտաժ կկոչվի, թե ինչ կկոչվի, թե ռուսական տապոր կկոչվի, բայց Լավրովի մակարդակով, Պեսկովի մակարդակով, Ավերչուկի մակարդակով, առայժմ բացի Պուտինի ու Միշուստինի մակարդակով, բոլոր մակարդակներով արդեն վաղուց ասվում է։ Դա փաստացի զգուշացում է, հա, եթե չեմ շփոթվում, Ավերչուկը հենց 3 թե 3 չառաջ օրը հայտարարեց, որ կուղարկի այն կետերը, որը չի կարող համատեղվել ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության այս բաները, որտեղ կնշվի, որ եթե դուք այնտեղի հետ բան եք անում, գազը չի կարող լինել արդեն ԵԱՏՄ-ի պայմաններով այդ գինը, այսինքն 186 չի կարա լինի, դա կլինի այնքան, ինչքան Եվրամիության անդամների համար է։ Դուք չեք կարող վաճառել, որովհետև ձեր ծիրանի, ձեր գինու, ձեր, չգիտեմ, հանքային ջրի, սովորական ջրի մեջ կգտնի Ռոսսելխոզնադզորը կգտնի պեստիցիդներ, որը մինչև հիմա չի քթել։ Էթո գիտենք ոնց է լինում։ Դե հիմա այդ պետությունը տենց է, իրանք տապոր են։ Դնելու են այսպես քրտ կտրեն։ Ոնց որ մեր աչքի դեմն է չէ կատարվում ինչ են անում ադրբեջանցիների հետ։ Հասկանալի է, չէ, որ նույնը կարող են վարվել մեզ հետ։ Իհարկե։ Մի վարքյան չկասկածեք, դա Ռուսաստանն է եւ վերջ։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ ընտրության մեջ Թուրքիա հենց Ռուսաստան, Հայաստանի իշխանությունը կարծեք թե ուղղությունը դեպի Թուրքիային է վերցրել։ Կարծեք թե այո։ Կարծեք թե այո։ Հիմա եթե Հայաստանի ժողովրդին դա ձեռ է տալիս, ու ինձ ձեռ չի տալիս, ես կթողեմ կհեռանամ այստեղից կամ ում ձեռ չի տալիս, բայց եթե ժողովրդին ձեռ է տալիս, այն որ ասում է, «Պожалуйста»։ Շատ լավ, շնորհակալ եմ։